Արագածոտնի մարզի Հակոյ գյուղում խնդիրները բազմաշերտ են։ Տասնամյակներ շարունակ եզդիաբնակ գյուղում հանրային տրանսպորտ չի գործել։ Գյուղացիները մինչ օրս ստիպված կամ պատահական մեքենաներով են հասնում քաղաք, կամ օգտվում են տաքսի ծառայություններից։ Նույն խնդիրը առկա է նաև հարևան Կանչ և Սորիկ բնակավայրերում։ Տրանսպորտի խնդիրը միշտ եղել է, մինչև հիմա էլ կա։ Որներ լավ էր, որ գարեթար լավ էր։ Երեխեքի դպրոցների սովորության համասը, որ գնան սովորեն կամ Թալին կամ քաղաք, պրոբլեմա, մեկ էլ յուրացիների համար այդ տրանսպորտը որ չկա, շատ դժվար է, որ գնանք ասեք առևտուր բան անեն, շատ դժվար է։ Տաքսիներն էլ օրեցօր թանկացնում են, մանային բռնում, րոպե բանը օրը լնումա չեն էլ գալու։ Մենք խնդրում ենք, որ այդ տրանսպորտի հարցերը լուծում տանք։ Ամենախնդրահարույցն այստեղ տաքսի ծառայությունների գինն է։ Գյուղացին մոտակա քաղաք հասնելու համար վճարում է 4000 դրամ։ Այսինքն 4-ից 5000 եմ տալում խեղճ երեխեքը։ Չգնան էլ չի լնում, փողը տալում են, չլնում է էլի։ Ինչա ուսումը շարունակեն տալում են։ Տաքսիները լորդ են դարձել։ Մնացել եմ ավտորադար, մնացել է 4000-5000 դրամ։ Գյուղացիների խոսքով տրանսպորտի բացակայությունը դժվարացնում է ոչ միայն աշխատանքի և ուսման նպատակով տեղաշարժը, այլև պետական կառույցների և բժշկական ծառայություններից օգտվելը։ Հայաստանի բազմաթիվ գյուղական բնակավայրերում հանրային տրանսպորտի խնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված, իսկ բնակիչների հիմնական հույսը սեփական մեքենաներն ու տաքսիներն են։ Հակոյի վարչական ղեկավարը հաստատում է, դա լուրջ խնդիր է։ Մենք ունենք 5 ուսանող ներկապային, եւս 2-3-ը կավելանան, ունենք դպրոցում աշխատող դասատուներ Թալինից 7-8 հոգի։ Տրանսպորտի խնդիրը։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք մարզպետի հետ, կօգնեն, ես կարծում եմ կօգնեն։ Եթե տրանսպորտի հարցն լուծվի, ուսանողների ու գալացող դասատուների դրսից շատ նորմալ կլինի։ 15-18 ընտանիք ապրում են ժողովուրդը։ Ամեն էլի գյուղ կա, այս մենակ մի գյուղի համար չի, 2-3 գյուղի համար է։ Գյուղացիները սպասում են, որ պատասխանատու կառույցները լուծումներ կգտնեն և կապահովեն կանոնավոր երթուղիների գործարկումը գյուղական բնակավայրերի և քաղաքների միջև։ Արևոտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Կոսեյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, որ ճանապարհը բարեկարգելուց հետո շուտ են հասնում Թալին և մյուս բնակավայրեր, սակայն հանրային տրանսպորտի հարցը մնում է չլուծված և մտահոգում է բոլորին։ Ըստ նրա, խնդրի կարգավորման համար դիմել են մարզպետարան, հարցը դեռ քննարկման փուլում է։ Նախկինում որ գնում էինք 12 կիլոմետր 40 րոպե, 50 րոպե, հիմա 5 րոպե, 10 րոպեում հասնում ենք։ Տրանսպորտի խնդիրը ես մարզպետարան դիմել եմ, մեզ ասել են այդ հարցով զբաղվում ենք ու հիմնականում մտածել ենք, որ այդ հարցը կլուծվի, քննարկման փուլում է։ Հակոյի և հարևան գյուղերի բնակիչները շարունակում են թանկ վճարել որևէ բնակավայր հասնելու համար։ Տեղի իշխանությունները հավաստիացնում են, որ տրանսպորտի գործարկման նախագիծը ակտիվ քննարկման փուլում է, իսկ բնակիչները սպասում են իրական քայլերի, քանի որ արդեն հոգնել են ժամանակ և գումար վատնելուց։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արագածոտնի մարզ։